Ողջույն սիրելիներս, այսօրվա տեսանյութս մի շատ օգտակար բույսի մասին է, խատուտիկի, որի օգտակարության մասին շատերը գիտեն, բայց կարծում եմ ոչ բոլորն են ներառում և օգտագործում իրենց սննդակարգում։ Բնության տված այս հրաշք բույսը, որը աճում է ամենուր, օժտված է նաև շատ բուժիչ հատկություններով։ Սննդի մեջ կարելի է կիրառել բույսի բոլոր հատվածները և ինչպես ճիշտ նախապատրաստել օգտագործելուց առաջ և ծաղիկներից առողջարար թեյ պատրաստել, կիմանաք շարունակելով դիտել տեսանյութը։ Բույսը ճիշտ է աղցանների կամ թեյերի համար օգտագործել ապրիլ-մայիս ամիսներին։ Մատղաշ տերևները ավելի նուրբ են, շատ աննշան դառնություն ունեն, երբ դեռ ծաղկած չէ խատուտիկը և ծաղկակոթունը դեռ փոքր է։ Ծաղկած ժամանակ էլ կարող ենք օգտագործել տերևները, բայց նախապատրաստել է պետք այդ դեպքում։ Ասեմ, որ բույսը պետք է հավաքել աղտոտված և ճանապարհներից հեռու վայրերից։ Մեր այգում այդ հրաշալի բույսը ամենուր է։ Աղցանի և թեյի համար մի քանի տերև անանուխ էլ կպոկեմ։ Նախ լվանում ենք հոսող ջրի տակ, հետո պատրաստում ենք աղաջուր։ Մոտավոր 1,5-1 լիտր սառը ջրին ավելացնում ենք 1 լիքը թեյի գթալ աղ և թողնում աղաջրի մեջ 30 րոպե և ավել դառնությունը դուրս տալու համար։ Ցողունները ավելի են դառնություն պարունակում, դուք կարող եք չավելացնել աղցանին։ Աղցանի համար անհրաժեշտ է նաև կաղամբ, վարունգ, լոլիկ, կարմիր բողկ, մաղադանոց, կանաչ կամ գլուխսող, աղ, սև պղպեղ, բուսայուղ և քացախ։ Կկտրատեմ կաղամբը և այդ ընթացքում կխոսեմ խատուտիկի օգտակար բուժիչ հատկությունների մասին։ Բույսի ծաղիկները հարուստ են B և վիտամիններով ու ֆոլաթթվով, որից ես հաճախ թեյ եմ պատրաստում, դեռ քանի սեզոնն է, նաև չորացնում եմ ձմռան համար։ Ունեմ նկարահանած տեսանյութ, մոտ օրերս կտեղադրեմ իմ ալիքում և հղումը կթողնեմ այս տեսանյութիս մեկնաբանությունների բաժնում։ Իսկ տերևները պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, կալիում, երկաթ, կալցիում, ինուլին, որը ամբողջ մասերում կա բույսի, աշնանա արմատներում ավելի շատ, որից նաև պատրաստի դեղաբույս կա, որը այրան մեջ իջեցնում է շաքարի տոկոսը, բարելավում է նյութափոխանակությունը։ Այդ բոլոր միացությունները կարգավորում են այրան ճնշումը նաև, բարելավում են լյարդի, երիկամների աշխատանքը, լեղարտադրությանն են խթանում, օժտված են նաև հակաբակտերիալ հատկությամբ, սակայն բույսը ունի նաև հակացուցումներ, հակացուցված է լեղաքարային հիվանդության, խոցային հիվանդության և գաստրիտի դեպքում։ Իսկ բանջարեղենների կտրատելու ձևը կարևոր չէ, կարող եք նաև խորանարդաձև կտրել, կտրատեք ինչպես որ կցանկանաք։ Անցել է կես ժամ և աղաջրից արդեն ես կհանեմ ցողունները, ինչպես նշեցի, ցողունները ավելի մի փոքր դառնություն ունեն, քան մատղաշ տերևները, դուք կարող եք չավելացնել աղցանին ցողունները, բայց ես ինքս օգտագործում եմ, ավելացնելու եմ նաև մի քանի տերև անանուխ, ինձ անանուխի համը դուր է գալիս, նաև այս աղցանը էլ ավելի վիտամիններով հարստացնելու համար կարող եք նաև մի քանի գունավոր պղպեղ էլ ավելացնել։ Աղցանը էլ ավելի օգտակար դարձնելու համար նաև սխտոր եմ ավելացնում։ Բոլոր բանջարեղենները կտրատելուց հետո ավելացնում ենք 2 ճաշի գթալ քացախ կամ կարող եք 2 ճաշի գթալ կիտրոնի հյութ ավելացնել։ Քացախը ես ինքս եմ պատրաստել, տնական խնձորի քացախ է, հղումը կթողնեմ այս տեսանյութից ներքևում, եթե կհետաքրքրի կարող եք նայել։ Ավելացնում եմ նաև 2 ճաշի գթալ ձիթայուղ, կարող եք ցանկացած բուսայուղ ավելացնել,
աղ, սև պղպեղ ըստ ճաշակի և մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն։ Մատուցման ափսեի մեջ լցնում ենք աղցանը, վրան ավելացնում լոլիկները, ըստ ցանկության քունջուտի սերմեր, մայոնեզ կամ թթվասեր և մեր օգտակար վիտամիններով հարուստ և համեղ աղցանը պատրաստ է։ Սիրելիներս, ասեմ, որ սեզոնին, քանի դեռ կա խատուտիկի տերևները, ավելացնում եմ գրեթե բոլոր բանջարեղենային աղցաններին և կցանկանայի իմանալ, եթե դուք օգտագործում եք այս բույսը, ապա ինչպես եք օգտագործում այն, գրեք մեկնաբանությունների բաժնում, սիրով կլսեմ, և տեսանյութի վերջում նաև կպատրաստեմ խատուտիկի ծաղիկներից օգտակար թեյ, ունեմ նաև առանցին տեսանյութ, թե ինչպես եմ պահում խատուտիկի ծաղիկները ամբողջ տարվա համար և թեյ պատրաստում։ Հղումը կթողնեմ այս տեսանյութից ներքևում։ Թեյը պատրաստելու համար մոտ 300 մլ եռման ջրին ավելացնում եմ 5-6 խատուտիկի ծաղիկներ, անանուխ, թողնում եմ թրմվի մոտ 15 րոպե, ավելացնում եմ 1 թեյի գդալ բնական մեղր և օրգանիզմին էներգիա հաղորդող և օգտակար թեյը պատրաստ է։ Իհարկե նաև վերջում կփորձեմ աղցանը։ Շատ համեղ է և դառնությունը ընդհանրապես չի զգացվում, սիրելիներս, դուք էլ պատրաստեք և կհամոզվեք դրանում։